Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության սիրելի հեռուստադիտողներ, մենք գտնվում ենք Շիրակի մարզի Արտիքի տարածաշրջանի Սարատակ գյուղում, միջնաշխարհիկ վայրում, եւ մենք հյուրընկալվել ենք մի հետաքրքիր անձնավորության, Արամ Պողոսյանին, որը վերականգնել է իր պապենական տունը անմիջապես գյուղի եկեղեցու հարևանությամբ, ստեղծել է այս գեղեցիկ միջավայրը. Եվ երբ որ մենք մեկ հաղորդում նկարահանում էինք Սարատակում, ցանկություն առաջացավ երկրորդը նույնպես նկարահանել, օգտագործելով թերևս հոնի, բայց որ հոնի չկար, ազնվամորի մտածեցինք, որովհետև այս տարածաշրջանը հայտնի է նաև ազնվամորիով, եւ հյուրընկալվելով Քեռի Արամին, մտածեցինք մի կերակուր ստեղծել, որը հատուկ կլինի տղամարդկանց, քանի որ ինքը այստեղ հիմա միայնակ է, ընտանիքը այստեղ չի այս պահին, եւ փորձեցինք ստեղծագործել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալվելու համար։ Մենք էլ ուրախ։ Եվ ասեմ, որ եթե դուք նայեք այս մեր տարածքը, կտեսնեք բազում արձաններ, որոնք կապված են կենդանիների հետ, մասնավորապես շներ, կատուներ, կրյաներ, եւ Քեռի Արամը, ինչպես նկատում եք իր դեմքի արտահայտությունից, շատ բարի է։ Նա շատ սիրում է ում Կենտաններ։ Եվ թորների։ Եվ թորներ առաջ է։ Հա, թորների շատ սիրում է երեխաներ եւ երեխաները շատ են սիրում։ Եվ կենթաներ, բայց քանի որ թորները եւ երեխաները չնայած այս տարածաշրջանից ինչքան երեխա տեսանք, հիմա իրանք ծառերի վրա են տարբեր տեղեր, որ հիմա չեն երևում կամերաներից, հասկանալի պատճառներով, բայց մյուս արարածները, մյուս երեխաները, այսպես ասենք, շները, կատուները իրենք կադրում հնարավոր է գան, որովհետեւ նրանց վերահսկելը մի քիչ ավելի բարդ է։ Այսօր ինչ պատրաստենք միասին։ Դա տապակած Հավ եւ իրեն զուգակցենք ձվածեղի հետ, որտեղ ձվածեղի տոմատի։ Այո, պոմիդորով, լոլիկով, տոմատով սարքենք ձվածեղ, հա։ Սկզբից ինչ անենք։ Սկզբից երևի թե ճուտը ձեզ խնդրենք, որպեսզի դուք այդ մնացած մասը, որ երբեմն լինում է իր վրա, այո, խանձենք, հայերեն բառ օգտագործենք, որովհետև տեսեք, իր վրա երբեմն ահա փոքր ժամանակ խոս խանձել եք այստեղ, թե խոս չեք պահել։ Սիրելի հեռուստատող, քանի որ ես մեծացել եմ Լոռում, Աղթալայում, մեր մոտ ավանդաբար շատ խոզ եմ պահում եւ շատ խոզ ենք խանձել եւ շատ հետեւել եմ։ Սա շատ նման է խոզ խանձելու process-ը։ Սարվում է, որպեսզի այն մասը մազածած կույտի, որ հնարավոր չէր վերացնել։ Ահա։ Քանի որ մենք նաև տապակելու ենք իրեն, ես է զուգահեռ երևի մասնատեմ, հա։ Ահա։ Դա կարելի է։ Ես այսպես նայում եմ, իրեն ինչ անենք, առանձնացնենք, չէ՞ երևի, 4 մասի բաժանենք։ Այս մեր ճուտի ողնաշարի մասը մենք կպահենք, որպեսզի հետո Քեռի Արամը կօգտագործի տարբեր արգանակների մեջ, չէ, որ բուլյոն է կոչվում։ Ես 4 մասի կբաժանեմ մեր յուրաքանչյուր ճուտը, որպեսզի մեր ձվածեղը հեշտ լինի։ Երկար ժամանակ Ռուսաստանում եք, հա, բնակվել։ Ռուսաստանում երիտասարդ ժամանակ է եղել։ Հետո տեղափոխվել եմ Էստոնիա։ Էստոնիա, փայլուն։ Նա ապրում եմ տարվա կեսը ընդեղ եմ, տարվա կեսը ստեղ եմ։ Ավելի մեծ մասը
Էստոնիա որ քաղաքում Տալինում։ Տալին։ Տալինը հիշում ենք, որ Էստոնիայի մայրաքաղաքն է, մշակութային մարզական մեծ կենտրոն։ 1980-ին նաև հյուրընկալել օլիմպիական խաղեր, չէ՞, կարծեմ թիավարությունից։ Թիավարությունը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, բավական լավ երգչախմբային սրահ ունի եւ շատ լավ երգչախմբային երաժշտության Պերչեսկի պոլը։ Այո, մեծ բացօթյա։ Շատ մեծ բացօթյա է, այնտեղ մի 7000 ավելի մարդ քաղաքն է։ Այո։ Համերգների ժամանակ։ Փոքր ժամանակ պատրաստել եք ձվածեղ։ Շատ։ Շատ։ Ձվածեղ ամենահեշտ գործն է։ Իդեպ Քերի Արամն ասում է, որ ամենահեշտ գործն է, պետք է ասեմ, որ խոհարության մեջ ամենադժվարը այն լավ ձվածեղ ստանալն է։ Բայց վստահ եմ, որ այս բնության գրքում մենք լավ ձվածեղ կստանանք։ Ինչպես որ դուք լավ միջավայր եք ստացել եւ վերականգնել եք ձեր պապենական տունը, հա, այստեղ։ Ահա։ Պարոն Պողոսյանը բասենցի է։ Մեր ջուտը հաջողությամբ ինքը խանձեց։ Մենք փորձենք իրեն վերել այն վիճակին, որ մենք կրակի վրա ստանանք Քանի զավակ, քանի թոռ ունեք։ 3 տղա ունեմ, 7 թոռ։ Հա, փայլուն Աստված պահի։ 4 աղջիկ են, 3 տղա։ Այո, ավանդույթները խախտում են տղաները արդեն։ Բայց դե լավ է, հավասարակշռությունը պահում են, էլի։ Շատ լավ երեխեք են, շատ լավ կորներ։ Ահա։ Այսպես մենք ունեցանք արդեն այնքան կտոր, որ կբավարարի եւ մեր ստեղծագործական խմբին եւ մեզ հետևող երեխաներին, հա։ Իրես հեռացնենք։ Վզի մասը նույնպես հեռացնենք։ Սա արդեն կօգտագործեք արգանակների մեջ ապուրներ օգտագործես, որովհետեւ իրեն մենք մեր այս ուտեստում համապատասխանաբար չենք կարող ստանալ։ Ինչ անենք, ես տեսնում եմ այս համեմունքները, իդեպ տեսնում եք ինչ համեմունքներ մենք ունենք, հա։ Մենք այստեղ տեսնում ենք կարմիր եւ սև պղպեղները դուք իհարկե միանգամից ճանաչեցիք, ռեհանը միանգամից ճանաչեցիք, սպիտակը դա չամանն է, իսկ այն մյուսը դա արդեն համեմունքների խառնուրդ է, որը նույնպես այստեղ տնային տնտեսուհիներն են ստանում եւ ինչ անենք, իրեն այսպես համեմունքապատ ենք, բայց քանի որ մեր սեղանը 2 տղամարդ են եւ տանտիրուհի չկա, մի կարևոր բան մոռացել ենք, դա աղն ենք մոռացել։ Հիմա խնդրենք, որ աղը ընդեղն անի սեղանը։ Այո, սեղանի միշտ պետք է աղը լինի, չէ՞։ Ոնց է տղամարդիկ կնոջը միշտ նախատում են, ասում են ինչու աղ չկա։ Հիմա մենք Դες շատ քիչ կօգտագործեմ աղը։ Այո։ Հա, դրա համար չկա փաստորեն։ Հիմա մենք միասին ինչ անենք։ Խորհուրդ կդամ քիչ օգտագործեմ։ Մենք թավայի մեջ թերևս տեղափոխենք իրենց եւ համեմունքապատենք։ Թավայի մեջ իհարկե մենք ավելացնենք նաեւ զեդ եւ կարակ, որպեսզի դեր չենք բերել։ Այո։ Կնամ չեք բերես։ Անշուշտ։ Ահա։ Հիմա Քերի Արամը կգնա։ Ես է կհամեմունքապատեմ։ Բերեցի աղնո։ Մենք բերեցինք կարակը, ձեթը եւ աղը։ Առանց աղ ոչ մի բան չի լինում, ինչպես Աստվածաշնչում է ասվում, դուք եք երկրի աղը եւ աղը բավականին թանկ էր այն ժամանակ, ոնց որ հիմա թանկամարտկային հարաբերություններ չէ։ Ոսկետ են թողել, չէ։ Այո։ Քերի Արամը ամեն ինչ գիտի, այդ թվում նաև որ ոսկետ են փոխել։ Մենք ինչ անենք հիմա, երևի թե կրակը վառենք, իրեն տապակենք, թե նաև մեր սոխը լոլիկը կտրենք, նոր չէ, տապակենք, հետո գանք սոխը լոլիկը կկտրենք։ Մյուս պրոցես։ Այո, բայց հիմա սոխը այնտեղ ենք օգտագործելու, թերևս ճիշտ կլինի սոխը այստեղ կտրատենք։ Այս ընթացքում կատուն անցավ մեր ոտքերի տակով, բայց մեր բախտը բերեց, որովհետև սև կատու չէր եւ մեր դեմով չգնաց։ Կտրատենք
Սոխը իրեն փետուրաձև են կտրատելու, ազատում են կեղևներից, ահա այսպես, մենք գտնվում ենք, հիշեցնում եմ, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկում, որ ես ինձ համար նոր եմ բացահայտել, խոսքը վերաբերում է մեր Սարատակ գյուղին, դուք կարող եք այսպես փետուրաձև կտրատել, ես էլ մաքրեմ, ահա այդպես հրաշալի, քեռի Արամը ինչպես լավ տուն է կառուցել այստեղ, այնպես է լավ կտրատում է սոխը և վստահ եմ, որ մենք հրաշալի ուտեստ ենք պատրաստելու ենք հավի ձվածեղ, որպես կանոն հավը տապակում են, ձվածեղը սարքում են իր հավկիթներից, ինչպես ասում էր մեր հերոսուհի Աննան, այս պարագային մենք փայլուն, ահա այսքան էլ որ կտրատենք, որքան հասկացա կենդանիների հետ բավականին սերտ, սիրուն, շատ և նույնիսկ արձաններն եք, հա, պատվիրել իրենց պատկերներով, ահա դեն մի հուշարձանը շունս սատկավ, այո, դրա պատվով, հովվաշուն էր, չէ, ոնց որ, չէ, ավճարկար, նեմեցկի ավճարկար, հա, դա շատ խելացել են էլի, այո, դրա համար մեկ անգամ մի հաղորդման էինք մասնակցում, մեր հարևաններից մեկն էր, ասում է, հեռուստացույցի դիմաց նստած տելևիզոր էի նայում, ուզում էր գրական խոսել, հիմա ասում եմ, հովվաշուն է, դուք ասում եք, չէ, նեմեցկի ավճարկա է, հովվաշունը հովի շուն, չոբանի շուն, Չոբանի շուն, այո, գերմանական հովվաշունը դա նույն նեմեցկի ավճարկան է, հիմա մենք, սիրելի հեռուստատող, դուք հիմա հեռուստացույցի դիմաց տելևիզոր նայելով կիմանաք աշխարհի լավագույն բնակավայրից մեկը որն է, դա Արթիկի Սարատակն է, որովհետև դա քեռի Արամի ծննդավայրն է և դա այստեղ է գտնում այն դպրոցը, որում սովորում է Աննա Մարտիրոսյանը, որ մեզ հրավիրել է այստեղ։ Մեկ սոխ է կտենք, թե բավարար է, մտածում եմ։ Սոխը վատ չի։ Դժվար գործը դուք անեք, հեշտ է ես։ Ես կեղևազերծ եմ, դուք կտրատեք։ Ահա այսպես, կեղևազերծում ենք։ Իմիջայլոց հիշում եք, քանի որ սեղանին ձու ենք տեսնում, ձեր ժամանակ էլ էին, զատիկի ժամանակ ներկում էին հավկիթները։ Դեն ժամանակ ավելի հետաքրքիր ներկային կանցնի։ Էլի ներկում էին։ Ներկում էին, հա։ Սոխի նաև կլեպով, չէ։ Կլեպով, հա, հետո ես հիշեմ կը մերս վրեկը նկարեր շատ սիրուն։ Հա։ Այսինքն հավատացյալ կիներ։ Հավատացյալ շատ։ Այսինքն դա կոչվում է աստվածավախ կամ բարեպաշտ։ Հավատացյալ բառը տվյալ դեպքում ճիշտ չի, որովհետև բոլորս էլ հավատացյալ ենք, բայց այո։ Ահա, դուք սա կտրատեք, սա ես կերվահան անեմ։ Այն հեռավոր Էստոնիայում։ Ինչպես եք, որ հայրենիքի կարոտ ինչպես եք առնում։ Կարոտնանք շուտում տոմս կառնենք կայք։ Այո։ Շատ կարոտ։ Հիմա գիտեք, տոմսերը շատ թանկացել են։ Մանավանդ Ռուսաստանից։ Ռուսաստանից է թանկացել, Էստոնիայից կան շատ թանկացել։ Այո։ Ռուսաստանի տոմսերը։ Այսինքն ես ծմերն առել եմ տոմս կամ 120 եվրո։ Այո, դա գներն իմացակ ինչ արժե Էստոնիայից մինչև։ Իսկ հիմի 200 եվրո էր։ Այո, թանկացել է։ Մի քիչ։ Նաև թանկացել է, վարելիքն է թանկացել, միջազգային։ Պրագայով, հա, Պրագա, Երևան։ Այո։
Սա գովաց չէ, բայց իմացակ, որ Պրագա Երևան ինչ արժե։ Դա ես արել էի ձմեռը, Ահա, էս է։ 20 էս հետ դադարց արա երկարով, բայց Սա էլ կտրենք, քերի արամ։ այդ չգնաց է, որովհետև ստեղ տակ է, դեռ շուտ է գնալը, Այո։ քիչ Հետո այստեղ հաճելի է, չէ՞։ Հայրենիք դա ծննդավայր։ շատ կսիրեն մեր գյուղը, Հայաստանը մեր գյուղը շատ կսիրեն։ Հաջորդական քայլեր ասեմ մեր ստեղծագործական ներշնչանքի, որ ես ու քերի արամը որոշել ենք, դա հիմա կտապակենք ձետ կարակային այս խառնուրդի մեջ, հետո կավելացնենք սոխը, բայց մինչ այդ իհարկե կրակը կվառենք փռի մեջ, որ սիրով պատրաստել է Ահա։ քերի արամը, ինչքան հասկացամ մի ամիս առաջ ձեր զավակները, թորները, ձեր գերդաստաններ, հա, հավաքվել։ Հավաքվել ենք ստեղ։ Այո, հայրենիքում եւ Հայրենիքը։ հիշում ենք, որ հայրենիքը դա բոլորիս հայրենիքն է, բոլոր հայրերի եւ մենք մի լավ ծրագիր ունենք, այսօր նրա ղեկավարներից մեկը, հիմնադիրներից մեկը նույնպես ներկա էր մեր այդ միջոցառմանը, կոչվում է Repeat Armenia, այսինքն վերադարձ դեպի Հայաստան եւ Քերի արամը նույնպես լավ օրինակներից է, որ ինչպես պետք է վերադառնալ Հայաստան, հա, գոնե տարվա կեսը պիտի ապրել Դա Հայաստանում, չէ՞։ կեսից ավել Փող աշխատել դրսում, գումար աշխատել դրսում, ծախսել Հայաստանում հայրենիքում։ Բայց որpիսի մեր հերոստատիտողը տեսնի այս process-ը, ինչ անենք, կրակը վառենք, չէ՞։ վարենք, հա։ Կրակը վառենք, մեր թավան մնացածը տեղափոխենք, մի ժամանակ մենք կտեղափոխվենք, երբ որ այդ տապակելու process-ը կլինի, լոլիկը կկտրատենք, իսկ զուն արդեն ամենավերջում մեզ համար հարց է ծագում ինչպես ենք օգտագործելու այս ազնվամորին։ Մենք ունենք երկու տարբերակ. A. Ուտել միասին այս ազնվամորին, B. Ինչ որ ձևով զարդարել, քանի որ կարող է մեր այսպես հավի այս ձվածեղը նաև տորթի տեսք ստանա։ Տեղափոխվում ենք կրակի մոտ։ Կարելի է։ Ահավասիկ, նկատում եք ինչ գեղեցկություն ենք պատրաստել քերի արամի հետ մեկտեղ եւ հիմա իրեն կզարդարենք եւ կփորձենք։ Կանաչով, Այո։ Սա հենց Սարատակի, ազնվամորի, այո, ազնվամորի կզարդարենք, հենց Սարատակի կանաչին է, ահա, մաղադանոս կամ ազատ քեղ։ Ահա, բավարար է։ Մտածում եմ այսպես իրեն զարդարենք։ Հիմա նաև թերևս ազնվամորիով էլ, քանի որ 5 հավքիթ էինք օգտագործել, 5 տեղել, 5 ազնվամորի, այո, 5 ազնվամորի եւ պապա, հրաշալի։ հրաշալի։ Հիմա ստացանք, հիմա ես եւ քերի արամը լինենք առաջին փորձողները, ինչու եմ ես ասում, որովհետեւ մնացյալը կադրից դուրս են։ Փայլուն քերի արամին սկզբից որպես աշխատող մարդու ահա մեր
Օյ։ Հրաշքներ են գործել։ Շնորհակալ։ Սա ձեզ։ Բայց մինչև ճաշակելը կխնդրենք որպես պայման մի անեկդոտ պատմեք էստոնացիների մասին, այս մասին շատ անեկդոտներ կան։ Մեկը ես պատմեմ, գուցե թե հիշեք։ Ուրեմն երկու էստոնացի հանդիպում են։ Մեկը մյուսին ասում է բնակարան եմ գնել, ասում է քանի սենյակ էր, ասում է 1, ասում է ավելի քիչ իմաստ չուներ։ Այսինքն մեկից պակաս իմաստ չուներ։ Հիմա դուք այդպիսի մի անեկդոտ չեք հիշում։ Դες մի քիչ անեկդոտներից Անեկդոտ չեք հիշում։ Հիշում եմ, բայց դա չի ստացվում մոտ։ Այո։ Էստոնացիները մեր լավ բարեկամներն են։ Շատ լավ բարեկամներ են։ Շատ ազնիվ մարդիկ են։ Փայլուն։ Հիմա հայկական ավանդական լավաշ Էստոնիայից եկած մեր շատ հարգելի Քերի Արամի հետ փորձենք մենք հավով ձվածեղը զարդարված ազնվամորով։ Ահա, կարող նույնիսկ Համով է։ Կդակիր։ Ապրի Քերի Արամը, որ մեզ հյուրընկալեց Սարատա գյուղում եւ մենք ըմբոշխնում ենք այս ամենը։ Խնդրեմ։ Իհարկե, ճիշտ է ինքը անեկդոտ ինչու չպատմեց, ասաց որ հաջորդ անգամ գա, արդեն անեկդոտը կպատմեմ, կամ կադրից դուրս գուցե թե կպատմի։ Բայց ասեմ, որ մենք հիանալի ուտեստ էինք ստացել։ Շատ։ Եվ սիրելի հեռուստատող, մենք ավարտում ենք մեր հաղորդումը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանը, որտեղ շատ մոտ ենք աստղերին եւ շուտով նաեւ աստղերը դուրս կգան, բայց այս գյուղի աստղերը դրանք իրենց երեխաներն են, դրանք իրենց մարդիկ են, որոնցից մեկի հետ այսօր Արամ Պողոսյանի հետ մենք պատրաստեցինք այս աստղային կերակուրը այս գեղեցիկ աստղերի ներքո։ Իսկ մենք շնորհակալություն հայտնենք Քերի Արամին, իսկ որպեսզի մենք հետևենք Քերի Արամին, մենք որպեսզի հետևենք մեր մնացած աստղային հաղորդումներին, չենք մոռանում բաժանորդագրվել Երկիր մեդիա հեռուստաընկերության YouTube-յան եւ Facebook-յան էջերին, որպեսզի տեսնեք այս եւ մնացած մեր բոլոր հաղորդումները։ Կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց Հայաստանի ամենաազգային Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարի շրջանակներում։